սրահում շատ հարգարժան եւ պատվարժան մարդիկ են գտնվում, անշուշտ այսօր կարող են հարյուրավոր մարդիկ գտնվել այս սրահում, բայց այսօր կարելի ասել նաեւ ընտրյալներ են։ Եվ այս առումով շատ սպասված հյուր ունենք, իդեմս Ֆիոնա Մեյ, մեր հարգարժան երկարամյա քաղաքապետարանում գործունեություն ծավալող, մեր Արտաշես Քասախյանի, Մարատ Հայրապետյանի, Ջեմա Պողոսյանի այս անուն ազգանունները հատակհատ կարելի է թվարկել։ Առհասարակ ուզում եմ Սերգեյ Խաչատրյանի գործունեության ակունքներից խոսել, նա շատ վաղ հասակից է սպորտում գտնվում, պատանեկան տարիներից եւ արդեն իսկ այդ տարիների ընթացքում հաջողվեց իրեն սպորտի ոլորտում առանձնանալ, ընդգծված հաջողություններ արձանագրել, հետագայում նաև ունենալ մարզիչի կարգավիճակ, ադմինիստրատիվ գործունեություն ծավալել, սեփական ֆեդերացիա գրանցել եւ ֆեդերացիան հաջողության գործունեություն ծավալեց Հայաստանի Հանրապետության 10 մարզերում, մայրաքաղաք Երևանի բոլոր վարչական շրջաններում եւ շատ կարեւոր մի հանգամանք Արցախի Հանրապետությունում եւ բոլոր այն պատանիների եւ երիտասարդները, ովքեր հնարավորություն չունեին վճարել իրենց սպորտային պարապմունքները կազմակերպելու համար, նրանց համար ֆեդերացիայի կողմից հատկացվել էին անվճար տեղեր։ Ինձ համար շատ ուրախալի փաստ է, որ օվկիանոսից այն կողմ Սերգեյ Խաչատրյանը նաև իր գործունեությունը, իր փորձը, որը որ ձեռք է բերել, իր ուսումը, որ ստացել է, նա կարողանում է լավագույնս կիրառել Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում եւ տարածքներում։ Ասում են, առողջությունը ամեն ինչ չէ, բայց ամեն ինչ ոչինչ է առանց առողջության։ Եվ հենց այս սկզբունքներով Սերգեյ Խաչատրյանը եւ ընկերները, թիմի ներկայացուցիչները նաեւ առողջ ապրելակերպի քարոզ սկսեցին, պարապմունքներ սկսեցին, որը որ նաեւ Լոս Անջելեսում, Գլենդելում եւ այս country-ում մենք տեսնում ենք, որ աշխարհագրությունը ժամանակի դինամիկայի մեջ նայելով բացարձակապես մեծանալու եւ ընդլայնվելու միտում ունի։ Ներկայացնելու ներկա գտնվողներին շատ կարիք չկա, որտեղ բոլորը իրոք հանրային ճանաչում ունեցող, հարգանք վայելող հանձինք են։ Ձեզանից բոլորից ուզում եմ շնորհակալություն հայտնել, շնորհակալություն ուշադրության համար։ Carter reminds us that victory begins not with defeating someone else, but with mastering ourselves. In karate, the uniform is simple, the space is humble, but the transformation is profound. Children learn respect, humility, and confidence. Adults discover resilience, clarity of purpose, and emotional grounding. Seniors reconnect with mobility, strength, and vitality. Karate became a universal language that transcends age, background, culture, and nationality. Karate also teaches us something deeply important. Strength is a responsibility. The more skill we gain, the more calm, compassionate, and disciplined we must become. A true karateka knows that the greatest achievement is not breaking boards, but breaking old habits. We have one from California State Senator Sasha Rene Perez, Sergey Khachatryan, Japan Karate Shoto Federation, in recognition of your service to the city of Glendale. We have lots of certificates today. We have another one from our beloved Senator Maria Yelena Durazo, again presented to Sergey Khachatryan in recognition of your leadership. We have one for Sarkis Tatevosyan. Sarkisjan, come over. It's for Councilwoman Monica Rodriguez, Los Angeles 7th District. This is for you. And we have another one for Sarkis Tatevosyan again, which is from Senator Sasha Rene Perez. To Sarkis Tatevosyan, in recognition of your service. I would like to invite Oganes Ayrapetyan. We have the same last name, but we're not related. So Hovanesjan, Councilwoman Monica Rodriguez sent her certificate from Los Angeles City Council, 7th District, and it's presented to you. And another one for Oganes, again from our Senator Sasha Rene Perez, 25th District. Bahen Fiajanjan, please come over. From Councilwoman Monica Rodriguez, Los Angeles City Council, 7th District, we present this beautiful certificate of recognition to Bahen Fiajan.
And another one from Sasha René Perez from State Senate, again presented to Vahe Enfiajan in recognition of your service. Congratulations. Elisa Sukesian, you are here. So one certificate for you from our Monica Rodriguez, council member of Los Angeles. And same is from State Senator Sasha René Perez, 25th District. Congratulations to you all, and thank you for your service. Today I'm very honored to be here to recognize Sensei Sergey. He is a Yondan, right? In karate. Yondan is 4th degree in karate, as well as the Japan Karate Shoto Federation. Young people, they need things to do that are going to keep them busy and out of trouble. I played sports all my life: tennis, basketball, volleyball, and softball. And my dad also did sports all his life, and he just recently passed at 91 years old, but was healthy until he fell for 90 plus years. Karate also teaches discipline. Thank you very much, and I want to give you a certificate as the president's, thank you, and then also to your federation. Հատուկ առանձնահատուկ իմ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Ֆիոնա Մեյին, որպեսզի ներկա գտնվեց եւ շատ ոգևորիչ էր ինձ համար, անսպասելի անգամ, շատ շնորհակալ եմ ձեզանից, Արդիկ Հասախյանից, շատ շնորհակալ եմ ձեզանից, պարոն Ալեքսանյանը, Թոմիկ Ալեքսանյանը, որը որ միշտ իմ միջոցառումների կողքին է եղել, միշտ իմ կողքին է եղել։ Եվ մի բան կասեմ, որ ես իմ ընկերներին էլ էի ասում այսօր, որ եթե մեր այս ուրերը այսօր կարողանան գան, մենք ավելի պետք է ոգևորված գործենք եւ այսուհետ մեր քայլը ոչ միայն այս մի կենտրոնով պետք է լինի եւ եւս 10 կենտրոններ նման ֆեդերացիան պատրաստվում է մարդկանց հետ աշխատել եւ ստրեսներից անել եւ ինչու՞ չէ կյանքեր փրկել։ Շնորհակալ եմ ձեզանից։ Ձեր հետ միասին մենք կարող ենք հաղթահարել ամեն դժվարություն։ Ուզում եմ ֆեդերացիայի կարգավորողը ասեմ, անհնարինը կարող ենք դարձնել հնարավոր։ Միայն ձեր օգնությամբ։ Սիրում եմ ձեզ բոլորիդ, շնորհակալ եմ։ Միջոցառման առանցքային հարցը եւ կարեւորությունը տրված է Շոտոկան ֆեդերացիայի հետ կապված եւ նրա հիմնադիր ղեկավարի Սերգեյ Խաչատրյանի, որը որ երկարամյա գործունեություն է ծավալել առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունում, բոլոր 10 մարզերում, մայրաքաղաք Երևանում, նաեւ Արցախի Հանրապետությունում անվճար խմբեր են ձևավորել եւ բազմաթիվ երիտասարդներ, պատանիներ հնարավորություն են ունեցել մարզվելու, տարբեր միջազգային վարկանիշ ունեցող մրցաշարերի մասնակցելու եւ բարձր նաեւ ցուցանիշներ արձանագրելու։ Այսօր նաեւ ուրախությամբ արձանագրում ենք, որ Միացյալ Նահանգներում, Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայի նահանգում, տարբեր քաղաքներում, տարբեր ձևաչափերով եւս ֆեդերացիան իր գործունեությունը մարզիչները կարողանում են համախմբվել սպորտասեր երիտասարդների, պատանիների եւ ոչ միայն, որովհետեւ նաեւ տարեց մարդկանց են կարողացել տարբեր միջոցառումներ եւ ծրագրեր իրականացնել, որը որ խթանել է եւ ինքնապաշտպանությանը եւ առողջ ապրելակերպին, ինչի շնորհիվ նաեւ կյանքեր են փրկվել։ Եվ այս առումով միջոցառումը կազմակերպվել է հենց այս համատեքստում եւ խրախուսանքի նաեւ առաքելություն կա իմաստ ունի։ Այս միջոցառումից նաեւ անմասն չմնացի ես, պարբերաբար մասնակցելով տարբեր միջոցառումներին, տարբեր կազմակերպություններին, տարբեր նախաձեռնություններին իմ նպաստն եմ բերել եւ գնահատվել եմ, ինչը հաճելի փաստ է։ Շնորհակալ եմ այս բոլոր մարդկանց, ովքեր որ գնահատել են, նկատել են եւ համարել են, որ պետք է նաեւ ես պատվոգիր կամ շնորհակալագիր ստանամ։ Պարոն Քասախյան, միջոցառման մասին կխնդրեմ ներկայացնեք, այսօր սպորտի վերաբերող միջոցառում էր տեղի ունենում Սերգեյ Խաչատրյանի նախաձեռնությամբ եւ ձեր ներգրավվածության մասին, որովհետեւ դուք ինքներդ ունեք անմիջական նաեւ ներգրավվածություն։
Մենք հպարտ ենք, որ Սերգեյը այս աշխատանքը անում է եւ ուր կարա անի, բացի Գլենդելի նման մի քաղաքում, պատկերացրեք Հայաստանից մի մարզիկ կարաթեի, որ ճապոնական մի ձև է սովորացնում պայքարելու ինքնապաշտպանության եւ անում է դա Ամերիկացան նահանգներում։ Դա միայն կարող է լինի Գլենդելում, էլ ուրիշ տեղ չկա։ Ուրախ ենք, որ Իրանահայ միությունը այսօր բացեց իր դռները ընդունելու բոլորին, որ կարողանանք գնահատենք եւ շնորհավորենք Սերգեյի աշխատանքը, որ կենտրոնանում է տարեցների վրա եւ երեխաների վրա, որ կարծում եմ ամենակարևոր մարտիկն են, ումն են որևէ գաղութում, որ պետք ունեն այդ մարզանքը փորձելու եւ անելու, որ առողջ մնան, կարողանան լավ մեծանան, կարողանան լավ կյանքի որակ ունենան։ Դրա համար շնորհակալություն ենք հայտնում համ Սերգեյին, համ բոլոր աշխատակիցներին, դասատուներին եւ մաղթում ենք իրենց կանաչ ճանապարհ եւ այլ փայլուն հաջողություններ։ Very honored to be here to recognize the Japan Karate Shoto Federation on this first annual celebration and Sansei Yondon Sergei. He is doing an amazing job motivating the young people, giving them confidence and teaching them about sportsmanship as well as how to live better, healthier lives. Also, people with disabilities, Down syndrome and autism, giving them the opportunity to also learn karate. And then the seniors that are in our nursing homes, they often don't have families or activities that are testing them and pushing them to do something different, and especially martial arts. So congratulations to Sansei Sergei for all he does, all the volunteers, the board members, the community for supporting karate.